Բարև ձեզ, իմ զրուցակիցն այսօր քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է, բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Դանիելյան, զրուցելու ենք ստեղծված ներքաղաքական նոր իրավիճակի մասին, իսկ ինչու նոր, որովհետև ուղիղ մեկ շաբաթ առաջ այսօրը փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որն ուղղված էր հիմնականում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, այնուհետև դրան հաջորդեց Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը, որը հայտարարեց, որ Հայաստանում պետք է տեղի ունենա համաժողովրդական շարժում, որի ալիքի վրա պիտի Հայաստանի նախագահի աթոռից հեռացնեն Սերժ Սարգսյանին որպես երկրին սպառնացող չարիքի, այնուհետև տեղի ունեցան մամուլը դրան լայնորեն անդրադարձավ բանակցություններ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջև եւ հայտարարված հեղափոխությունը հայտարարվեց չեղել։ Ինչու եւ ինչպես տեղ ունեցավ այս ամենը Հայաստանի Հանրապետությունում եւ ինչ իրավիճակ ունենք այսօր։ Ինչու տեղի ունեցավ, ինձ թվում է պարզ է, պետական ամբողջ լծակները եւ ոչ միայն պետական լծակները օգտագործվեցին մի քաղաքական ուժի նկատմամբ եւ նրա ղեկավարի անձամբ, նրա ղեկավարի նկատմամբ եղան տարբեր սպառնալիքներ, որից հետո ըստ էության եղավ կապիտուլյացիա, հա, որից հետո հաջորդեց ՀԱԿ-ի ինքնակապիտուլյացիան առանց պահանջի, այսինքն ինչ որ հանձնաժողովի մեջ մտնել եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որից հետո կարելի է արձանագրել, որ քաղաքական կյանքը Հայաստանում ըստ էության վերջացավ, որտեղ ինչ է նշանակում քաղաքական կյանք։ Ձևավորվում են կուսակցություններ, որոնք միմյանց դեմ պայքարում են եւ նպատակ ունեն ընտրությունների ժամանակ գալ իշխանության կամ ազգային ժողովում որոշակի քանակ ապահովեն եւ այնտեղ իրենց քաղաքական գործունեությունը իրականացնեն։ Մենք բոլորս գիտենք, որ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանությունը չի փոխվում, սակայն որոշակի ինչ որ պրոցեդուրա տեղի ունենում է, հա, որից հետո ինչ որ ազգային ժողովում լինում են նաեւ որոշ ֆրակցիաներ, որոնք այնքան էլ պայմանավորվածությունների արդյունքում չեն լինում, հա, կամ իրենց ուժը ցույց տալուց հետո պայմանավորվածությունը տեղ է գալի, հա, բանակցությունների սեղանի նստելու համար։ Հիմա այս ամենը չվերացավ եւ մի երկրորդ քաղաքական ուժը առանց քաղաքական գործընթացի, առանց ընտրությունների ըստ էության լքեց ասպարեզը, լքեց մյուս արմատական ուժը ՀԱԿ-ը, որը ինչպես Դաշնակցությունը, ՍԻՄ-ը եւ այլն գնացին այդ տարբեր ֆորմատների մեջ համագործակցության Սերժ Սարգսյանի հետ։ Բայց պարոն Դանիելյան, կներեք, ՀԱԿ-ը հայտարարել է, որ շարունակելու է համաժողովրդական պայքարը եւ անելու է ամեն ինչ երկրում սահմանադրական կարգ վերահաստատելու համար։ Որն էր ՀԱԿ-ի քայլը, որը սխալ քայլը, որը դուք համարում եք քաղաքական դաշտ լքելու քայլ։ Եթե խոսքը գնում է իրենց խոսքերով ասած ավազակապետության մասին, ապա եթե դու ավազակապետության հետ արդեն գնում ես որոշակի ֆորմատներում հանուն ազգի, հանուն ցեղասպանության, 100-ամյակի եւ այլն, ապա ըստ էության այստեղ գնում է ինչ-որ համագործակցության եզրեր գտնելու համար, իսկ համագործակցությունը ինչպես կարող է լինել Սերժ Սարգսյանի հետ, ինքը ժամանակին ասել է միայն հաճախորդի կարգավիճակում, այսինքն այդ ամեն ինչը հստակ հրապարակայնորեն ասվում է։ Հիմա, քանի որ իմ տեսակետից քաղաքական գործընթացները որպես այդպիսին Հայաստանում կանգ են առնում, ապա ես կարծում եմ, որ մոտակա ամիսներին կամ գուցե ավելի շատ կլինեն հայրենասիրական եւ եկեղեցասիրական զեղումներ տարբեր ուժերի կողմից հանուն ազգի, հանուն Ղարաբաղի, հանուն ցեղասպանության 100-ամյակի եւ այլն կլինեն համագործակցություն իշխանությունների հետ, այսինքն մենք տեսնում ենք, որ հավատքը եւ հայրենասիրությունը վերջին հանգրվանն է Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցների համար։ Պարոն Դանիելյան, կարող ենք ասել արդյոք, որ Սերժ Սարգսյանի կողմից կիրառված ոչ սահմանադրական ուժ, այսպես ձևակերպենք, հա, քաղաքական կուսակցություններից մեկի Բարգավաճ Հայաստանի նկատմամբ վտանգեց ոչ միայն եռյակի գոյություն, այլ նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման ապագան։ Ես գիտեք ինչա, երբ որ խոսում են ժողովրդավարությունից, դա մի քիչ
արդեն շատ ճոխություն է Հայաստանի համար, մենք երևի արդեն պետք է խոսենք ուղղակի գոյատևման մասին, մենք որքանով կարող ենք գոյատևել, հաշվի առնելով այս ներքաղաքական ճահիճը, պետական ինստիտուտների դեգրադացիան, երբ որ առաջի դեմքը, որը Սահմանադրության երաշխավորն է, ասում է գիտեմ հանցագործություններ են տեղի ունեցել, հարկեր չեն ուծել, բանդաներ են կազմվել, լռել եմ, հիմա էլ չեմ լռելու, որից հետո ըստ էության երևի ինչ-որ հաջորդ քայլերը չլինեն։ Այսինքն մենք բոլորս գիտեինք, որ հարցերը ինչպես են լուծվում Հայաստանում, սակայն երբ որ համար մեկ դեմքը, որը Սահմանադրության երաշխավորն է, արդեն հրապարակային կերպով է դա արտահայտում, հա, այսինքն սկսվում է ոչ միայն քաղաքականության ավարտը, այլ պետական ինստիտուտների դա վերջնական դեգրադացիան, հա, երբ որ խոսվում է արդարադատության մասին, օրինականության մասին եւ այլն, բոլորի մոտ քմծիծաղ է առաջանում, հա։ Այդ դեգրադացիան միջև որտեղ կարող է շարունակվել, ես չգիտեմ, սակայն իմ կարծիքով համար մեկ վտանգ այսօրվա պետականության Հայաստանի համար, դա պետական ինստիտուտների վերջնական դեգրադացիան է, որը պարզ չի որտեղ կարող է մեզ բերել։ Որը արդեն տեսանելի դարձավ կամ հայտարարվեց Սերժ Սարգսյանի որը արդեն հրապարակայինորեն է հայտարարվում, հա, ոչ թե բոլորը գիտեն, բայց հրապարակայինորեն դա արտահայտվում է։ Պարոն Դանիելյան, երբ մի շաբաթ առաջ երբ խոսում էինք երկրում ներքաղաքական հավանական զարգացումների մասին եւ սահմանադրական բարեփոխումների Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված բարեփոխումների մասին, տեսակետներ կային, որ եռյակի գոյությունը Բարգավաճ Հայաստանի դեմ լինելը, ՀԱԿ-ի դեմ լինելը կխոչընդոտի այնուամենայնիվ Սերժ Սարգսյանին իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, որովհետեւ դրա համար անհրաժեշտ է քաղաքական դաշտի ամբողջական կոնսենսուս։ Ոչնչացնելով քաղաքական դաշտը ձևավորում է կոնսենսուս, իհարկե կարողանա իրականացնել սահմանադրական փոփոխություններ։ Այո, Սերժ Սարգսյանը հիմա կարող է դա իրականացնել, իհարկե մի քանի էլեմենտներ են պակասում, օրինակ Հյուսիսային Կորեայում Չուչխեի գաղափարախոսությունը կար, Թուրքմենիայում Ռուխնամեն կար, հա, ասենք Թուրքմենբաշի ժամանակ, այսինքն ասենց որոշակի գաղափարական հիմք պետք է բերվի եւ եթե դուք ուշադրություն դարձրեք, այս վերջի ժամանակներում քաղաքական բառապաշարներ է փոխվում, մուտք են գործում նոր բառեր, ասենք առաջնորդ, զորավար եւ այլն։ Նացիստական, չէ, ֆաշիստական։ Նացիստական, պարտադիր չի նացիստական, երևի արդեն ազգի առաջնորդ տերմինը որ գա, որոշակի ինչ-որ մի sense գաղափարի վրա, չգիտեմ Սաուսի Դավիթից կլինի դա, Նժդեհից թե որը, թե ինչ-որ հայրաքելական եկեղեցու ինչ-որ հետաքրքիր նյուանսների վրա եւ այստեղ արդեն կգա նաեւ ազգի խոր գաղափարը, բայց դա որքանով է կենսունակ, որքանով հայ ժողովուրդը այնուամենայնիվ իմ կարծիքով ոչ Հյուսիսային Կորեայի ժողովուրդը, ոչ Թուրքմենստանի ունի իր որոշակի լավ եւ վատ առանձնահատկությունները, որքանով դա հնարավոր կլինի անել, ես չգիտեմ, խիստ կասկածում եմ։ Պարոն Դանիելյան, ուզում եմ խոսենք նաև դաշնակցության դերի մասին, որովհետև այս օրերի ընթացքում հայտարարվեց, որ դաշնակցությունն է ստանձնել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հաշտեցման գործընթացը, դաշնակցական падգամավորները հայտարարում էին, որ տեղի էր ունենալու արյունահեղություն, տեղի էր ունենալու ողբերգություն, տեղի էր ունենալու բախում։ Այս դրա մասին եմ ուզում խոսել, ինչ է նշանակում տեղի էր ունենալու արյունահեղություն, եթե հակամարտող կողմերից մեկում լինելու է ժողովուրդը անզեն, իսկ մյուսում իշխանություն, այսինքն դաշնակցությունները դե ֆակտո փաստում են, որ եթե փողոցում հայտնվեն մարդիկ, ապա իշխանությունները պատրաստ են կրակել նրանց վրա առանց վարանելու։ Քանի որ դաշնակցությունը ավանդական կուսակցություն է, երևի մենք վերադառնանք մեր ազգային ավանդական պատկերացումների վրա եւ պատմական օրինակների վրա դիտարկենք այդ ավանդական մտածողությունը։ Նույն 15 թվականին դրանից առաջ չէ, երբ որ թուրքերը գալիս էին, չէ, որ պետքա ոչնչացնեն գյուղերը, հոգևորականները կամ դեղ հեղինակավոր անձիկ ասում են՝ մի պայքարեք, զենքերը վայ դրեք, որովհետև մեզ կմորթեն, կսպանեն, կոչնչացնեն, լավ հանձնվեք, գլուխներդ կախապրեք։
Եվ այդ ավանդական կոդերը այսօր ըստ էության նաև դաշնակցության մոտ են արտահայտվում, որ սուսարեք կկոտորեն, արյուն կթափվեն եւ այլն, այս նույն կոդերն է, նույն մտածողությունն է, հա, որ եթե դժվարություն է, պետք է հանձնվել, չպայքարել։ Իսկ շատ կարևոր են նաև տերմինները, երբ որ ասում է դաշնակցությունը միջնորդի դեր կատարեց հաշտության եզրեր գտնելու համար, եկենք բառապաշարը փոխենք, հա, դաշնակցությունը միջնորդի դեր կատարեց, որպեսզի տեղի ունենա կապիտուլյացիա, այսինքն օպերացիայի մասնակից է եղել իշխանության կողմից։ Այսինքն ծառայություն է մատուցել Սերժ Սարգսյանին, որպեսզի այդ կապիտուլյացիան տեղի ունենա։ Եվ դաշնակցությունը բնականաբար, այսինք փոքր եղբորդերում հանդես կգա հանրապետական կուսակցության համար, սակայն այս մոդելը, որը Հայաստանում կառուցվում է, այդտեղ արդեն կուսակցություններ ոչ միայն անդիմադիր, այլ նաև իշխանական կուսակցություններ պետք չեն լինի, հա, այստեղ արդեն կփոխվի մամուլի դերը, հա, որովհետև բազմաթիվ մամուլի միջոցներ էին վերջերս ձևավորվել եւ իշխանական եւ ոչ իշխանական, որովհետեւ ինչ-որ պայքար էր, ինչ-որ process էր տեղի ունենում։ Հիմա բնականաբար այդ ամեն ինչը մեծ մասը կփակվեն, տեղի կունենա որոշակի իմիտացիոն գործողություններ քաղաքական կյանքում եւ նաեւ մամուլում, եւ այդքան լրատվամիջոցներ ոչ միայն պետք չի գա, այլ ուղղակի անիմաստ են դրանք եւ կլինեն մի քանի լրատվամիջոցներ, որոնք ազգի հոր մասին, ասենք, գովերքող հոդվածներ կլինեն, որքան էլ դա այսօր անհավանական է թվում, բայց ամեն ինչ շատ արագ է փոխվում, կապրենք կտեսնենք։ Պարոն Դանիելյան, ես պարզապես չեմ կարողանում հասկանալ ինչպես Սերժ Սարգսյանին հաջողվեց մի քանի օրում ոչնչացնել, փոշիացնել քաղաքական կուսակցություններին, քաղաքական կուսակցությունների կապիտալը, քաղաքական կյանքը եւ տասնյակ տարիներով հետ գցել Հայաստանին առանց այդ էլ արդեն հետ եղած իր վիճակից ինչպես կարողացավ։ Ու պատճառները կարելի է շատ բերել, գուցե եթե ես 1-2 պատճառ բերեմ, մյուսները տասնյակ պատճառներ կբերեն, սակայն իմ կարծիքով հիմնական պատճառը այն էր, որ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, նույն ՀԱԿ-ը եւ այլն, դրանք մեկ առաջնորդի վրա ոչ ժողովրդավարական կառույցներ էին, այսինքն մեկ հոգին որոշումները կայացնում ոչ թափանցիկ ձևի եւ նաեւ այդ որոշումների համար պատասխանատվություն է կրում։ Եթե մի կողմից լիներ դա ժողովրդավարական կառույց, երբ որ որոշումների կայացմանը մասնակցեին մի քանի 100 կամ 1000 մարդիկ, գուցե որոշումները դժվար կայացվեին, սակայն մեկ հոգուն ճնշելով համակարգը չէր քանդվի, այսինքն տեղ մի քանի 100 հոգի պատասխանատվությունը կկրեին եւ այդ ժողովրդավարական մեխանիզմը, որ լինում է կուսակցության մեջ, ոչ միայն թույլատնում է ըստ որոշ մարդկանց, այլ ուժեղացնում է այդ կուսակցությունը եւ նաեւ հանրային վստահություն է լինում, հանրությունը նույնպես չէ, մասնակցում այդ կուսակցական որոշումների վրա ազդելով ինչ-որ եղանակներով, նման բուրգերը շատ հեշտությամբ քանդվում են։ Իմ կարծիքով հենց այդ կուսակցական կառուցվածքի եւ այդ մտածողության հոգեբանության պատճառով տենց արագ պարտություն տեղի ունեցավ։ Շատ լավ, եւ վերջին հարցը, ստեղծված իրավիճակում ինչպիսին պիտի լինի հանրության ակտիվ թևերի մասնակցությունը, որպիսի ձեր նկարագրած ոչ այնքան փառունակ ապագան Հայաստանում իրականություն չդառնա, մամուլը չդառնա, առաջնորդին գովերքող քաղաքական կյանքը վերջնական լճացման չգնա, ինչ պիտի անի նորմալ ոչ քաղաքական գործունեություն իրականացնող քաղաքացին։ Նախ քաղաքացին պետք է դառնա քաղաքացի, հանրությունը պետք է դառնա հանրություն։ Ինչ է դա նշանակում։ Առանց մամուլի ու քաղաքական ուժերի։ Հանրությունը պետք է ունենա հարթակներ, որտեղ հնարավոր լինի հանրային որոշումներ կայացնել եւ այն հանրային որոշումները դարձնել հանրային կարծիք եւ որոշակի գործողություններ։ Գործողությունները կարող են շատ բազմազան լինել, սակայն այդտեղ պետք է լինի առանց առաջնորդների եւ որոշակի մեխանիզմների ձևավորում։ Արդյոք հանրությունը կարող է 1-2 հարցի շուրջ գալ համընդհանուր համազգային համաձայնության եւ 1-2 պարզ մեթոդոլոգիա եւ ինչ-որ գործողություններ իրականացնել իրավիճակը փոխելու համար։ Հիմա հանրությունը մնացել է առանց առաջնորդների, առանց խարիզմատիկ առաջնորդների, մնում է ձեռք բերել խարիզմատիկ գաղափարներ, որոնց շուրջը մարդիկ կարող են համախմբվել։ Շատ լավ, շնորհակալ եմ մեկնաբանությունների համար։ Շնորհակալություն ձեզ, շարունակեք հետևել Civilnet-ին։